Նորից Ալեքսո, նորից Գյումրի 12 թվական օգոստոս։ Կուզեմ անպայման տեսադեղնեմ, քսեն շատ հետաքրքիր թագուր։ Սաղ քաղաք ընտեղ։ Սաղ քաղաք։ Հա, որտեղ սովորական թատրոն չէ։ Ինչ խոսիս, թատրոն չէ։ Չէ, երկելով է, խոսալով չէ։ Մշակութասեր գյումրեցիները, ալեքսոսիները սունդուկներից հանել էին իրենց ամենախաս շորերը։ Քեզ մերթակ որ նստելու տեղ եղնի, համի դավիճը ասեր գցելու տեղ չկա։ Շտապում էին դեպի ժողովրդական ստեղծագործության կինոն։ Անուշն էր բեմադրվելու։ Ներկայացման սկզբում մի պապ ահում է շունչը, քեզ համակում է իսկական հպարտություն, որ գյումրեցի ես, որ քո հողն ու ջուրը կարողանում է ծնել Արմեն Տիգրանյան ու որ հենց իր շնորհիվ թումանյանական անկեղծ ոգով դու կարողանում ես սպեմում տեսնել Անուշին։ Մի պակարանում է ամեն ինչ ու հասկանում ես, որ ներկայացումը սկսված է։ Ամեն մի ծնունդ սիրով է ընդունվում այնտեղ, որտեղ իր ծուխն է։ Ավելի քան մեկ դար տևած լռությունից հետո վեր է հառնում Անուշը, նորից բեմում է Սարոն, նորից մեզ է ներկայանում Մոսին ու սկսվում է վիճակի ողջ պատմությունը։ Մեր ստեղծած Անուշը, մեր բեմական Անուշը հենց հայոց Գյումրվա փասիվի պատասխաններից մեկն է։ Օպերայի բեմադրության կայացման գործում մեծ է նաև ռեժիսորի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի մասնակցությունը։ Լավագույն մարգարիտները մենք վերցրինք օպերայից հատվածներ, ագուցեցինք իրար եւ ռեժիսորական հնարքի միջոցով մենք Թումանյանի կերպարը մտցրինք, որպեսզի Թումանյանը իր ձեռքի ստեղծած իր ստեղծագործությունը սկսի պատմել։ Բեմում աշխատել է 150 դերակատար։ Անուշին մարմնավորել է Արևիկ Գևորգյանը։ Իսկական Արևիկը բավականին տարբերվում է թումանյանական հերոսուհուց։ Պահանջկոտ Արևիկից մինչև փափկասուն գեղչկուհի Անուշ։ Ճանապարհը հեշտ չէր։ Ես բնավորությամբ շատ կմահաճ եմ ու այդպես էլ փորձել եմ լինել ինքս իմ հանդեպ կերպարիս համար։ Սարոն նույն ինքը Կարապետ Մանուկյանը ասում է, որ սա իրենց առաջին օպերային ելույթն է։ Վճռական են տրամադրված։ Ժամանակն է մեր քաղաքում եւս փոփոխություններ կատարել այս ոլորտում։ Գյումրեցին արվեստասեր է, գյումրեցին արվեստագետ է ու գյումրեցին իմ կարծիքով կպահանջի օպերան նորից կրկնելու։ Ձեն եմ Ներկայացման ավարտին մի պադալիճում տիրեց լռություն։ Այնուհետ ծափարությունները չէին դադարում, գյումրեցիները գոմնացին։ Նշանակում է ստացված է ամեն ինչ ու ընդունված ամենապահանջկոտ հանդիսատեսի կողմից։ Իդեպ ներկայացման առաջնախաղին ներկա էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով բացառիկ հարցազրույց տվեց մեզ կիսվելով իր տպավորությունների մասին։ Այն ժողովուրդը, որը կարողանում է պահպանել իր ավանդույթները, կարողանում է զարգանալ իր ավանդույթների հիման վրա եւ զարգացնել այդ ավանդույթները, այդ ժողովուրդը, այդ պետությունը ունի փայլուն ստեղծագործ ապագա։ Իսկ այն, որ այսօր գյումրեցիները ապացուցեցին, որ իրանք մշակութային մարդ են, արարող մարդ են եւ մեր աղն են լավ իմաստով, դա փաստ է։ Եվ ես իմաստով ես շնորհավորում եմ բոլորիս եւ կարծում եմ ամեն ինչ ասացին դալիճի ծափարությունները։ Գյումրին էլի առաջինն է, ու էլի մենք կարողացանք ապացուցել, որ միայն տեղի ներուժով կարող ենք Անուշ բեմադրել։ Էդգար Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարաշ։